ոնց ասեմ, քրիստոնյա քահանայից ես միթե գնացել էի Էշմիածնի Սուրբ եկեղեցին տաճարը ինչ որ քեռագին լողացնող համակարգից բաներ լսելու, ոչ, ես գնացել էի իմ Սուրբ եկեղեցին, որտեղ Սուրբ պատարագ մատուկցվեց հանուն մեր հակառակ թիմի, հանուն Աստծու, հանուն են անգրագետ համակարգի, ովքեր որ կանգնած էին, ովքեր որ ուզեցան խեղաթուրեն, ովքեր որ չիմացան ինչ տարբերակով փակեն այդ ճանապարհը ու Էջմիածնի Սուրբ տաճարում էլ տաճարները միշտ սուրբ են, կապ չունի որ տաճարի մեջ կան հայվաններ, սրբապիղծներ, քեռակին լողացնողներ, համասեռամոլներ ու նայեք ասեմ, ժողովուրդ ջան, բերեք եկեղեցին չկապենք եկեղեցին տնօրինող այդ խեղաթուրվածների հետ։ Ես այսօր նայում եմ բոլոր կոմենտներում, նայում եմ դաշնակների արած վիդեոները, ես միակ նայում եմ ու տենում եմ, բավականություն եմ ստանում, որ նրանք հակաբաներ են գրում, որովհետև այդ հակաբանը բարև հարազատս բարև հակաբաները ինչից առաջանում, իրանց այդ անփույթ վիճակից, օրինակ գրել են Փաշինյանը վերջացած է, Փաշինյանը վերջացած չի, վերջացածը դուք եք, եթե ինքը վերջացած լիներ, ձեր մոտ այդքան ատելության էմոցիաներ չէր կուտակվի, դուք փլուզված համակարգ եք ու ես փոշմանել եմ, որ լրագրողներից մեկին չեմ ծեծե, այն անփույթ սեռական շփումից առաջացած են փոքրիկը որ կա, если դրան ծեծածն է, ես շատ մեծ սխալ արեցի, որ չծեծեցի, ուրեմն հազարավոր մարդիկ ինձ գրում են, ասում են Ռուստամ ջան, դու նորից հետ ես եկել ես իշխանության կողքին ես, ոչ ժողովուրդ ջան, ես ընդամենը եթեր չեմ դուրս եկել, ես միշտ ես իշխանության կողքին եմ ելել, սենց էլ մնալու եմ, բարև հարազատս, ի տարբերություն մի քանիսի, կան մարդիկ, որ մեր թիմից են եղել, կան մարդիկ հակառակ թիմից, ես հեղափոխվող տեսակ չեմ, ես դա բարձրաձայնել եմ բազմիցս անգամներ, ես սիրում եմ իմ երկիրը, իմ իշխանությունը, իմ պետությունը, իմ պետականությունը, իմ կառավարությունը, իմ ղեկավարությունը ու այսուհետև ես շատ լարված վիճակով սկսելու եմ աշխատել ու հակահարված պատասխան հասցնեմ են անգրագետ համակարգին, ովքեր որ ուզում են գործեն մեր դեմ, ես պարզ համառոտ կասեմ, մենք բոլորս համատեղ ուժերով որ կանգնած ենք, թե մեր եկեղեցի կողքին, թե մեր հավատքի կողքին, ամեն ինչի, մեր տեսակը չի կրկնվում, ես ասել եմ ու կասեմ, մենք 30,000 դրամով ցույցերի չենք եթում, 40,000 դրամով եկեղեցու դռներ չենք փակում, մենք չենք էլ գնացել վիճաբանելու, այնտեղ ամենաակտիվը ես եմ եղել մերոնցից, ես ունեմ իմ լաչար տեսակը, ես չեմ սիրում հունից դուրս գալ, բայց երբ որ ինձ հունից հանում են, դրա հակահարված պատասխանը ստանում են, ես ինչ եմ ուզում ասած լինեմ, նախ եւ առաջ շնորհակալ եմ մեր ընկերներից, շնորհակալ եմ իմ վարչապետից, շնորհակալ եմ Տեր Արամից, շնորհակալ եմ այն հայությանը, այն բազմությանը, ովքեր չեն հիասթափվել, ովքեր կանգնած են այս իշխանության կողքին, ժողովուրդ ջան, գետը միանգամից գերան չի բերում, եթե գետը միանգամից գերան բերի, դա կարող է գերանը վերցնողին թվա դա շատ լավ է, բայց ոչ, գետի վարարելը կտրվելու նշան է, այս ավիրված ապականված երկրում, այս մարդը, որ այսքան էլ սարքեց, այսքան էլ արեց դրեց, այսի պետքա գնահատվի, մենք ամեն մեկս 20, մեկս 50, մեկս 40 քառակուսի տների մեջ ենք ապրում, անի ավեր, տարիներով սարքում ենք, սարքումը տես փոխանցում են մեր ծնողները մեզ, մենք մեր երեխեքին էլի չենք ավարտում այդ ամեն ինչը, այս 36 տարվա ապականած երկիրը, այս մարդը, որ այսքան էլ սարքել է, այս խեղաթուրված վիճակից բերել է, հասցրել է կայուն ռեժիմի, դա արդեն իսկ մեծ բան է եւ մեծ գործ է, ինչ եմ ուզում ասած լինեմ, ես եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր հայերին, այն հայերին, ովքեր որ հովանավանքում էին, այն հայերին, ովքեր որ չկարեցան ներկա լինեին ու գրեցին իրանց կոմենտներով աջակցեցին, դա համախմբվածության կարևոր հատվածն է, տեսակն է, որ մենք ունենք, որ մենք պահում, պաշտպանում ենք մեր երկրի, մեր վաղվա օրվա, մեր երեխեքի համար, մեկը գրել է, որ ինքը երեխեք չունի, դուք բոլորդ էլ լավ գիտեք, որ իմ երեխեն այսօր սահմանում է, իմ երեխեն զինվոր է, իմ երեխու ու մնացած զինվորների մեջ իմ համար տարբերությունը շատ քիչ է, ես ինչ որ բան որ անում եմ իմ երեխուն ասում եմ բալես, ամենաառաջինը կտաս ընկերներիդ, ինչ էլ կմնա կպայես քեզ պապանելիք ուղարկի, ես ուզում եմ ասած լինեմ, որ մենք պետք է էլ ավելի ուժեղանանք, հզորանանք, կանգնենք մեր իշխանության կողքին, այս ընտրությունները մենք չենք կրելու, ես ձեզ պարզ ասեմ, որտեղ մեր դիմաց ինչ որ
ուժեղագույն հատված չկա, որ մենք նրանց հետ մրցենք ու կրենք։ Մարդը եւ մարդկային մնացորդը մենք այդ տեսակ ենք այս ընտրությունների մեջ լինելու։ Մեր դեմ կանգնած են ուղարկի թափոն, ինչ որ թափոն, մարդկային մնացորդ, փշուր, նշուրներ են, նրանք չեն անելու ոչ մի բան, ժողովուրդ ջան, իրանց այդ բողմայելած կարգավիճակը, իրանց դադար եկեղեցիների բանը պատարակները բերում այն ամենին, որ մենք կանք, որ մենք լինելու ենք, որ մենք շատ ենք, որ մենք հզոր ենք։ Այնուհետև ձեզ բոլորին կոչ եմ անում, որ միամուր ուժերով կանգնեք բոլորդ, մեկըդ մեկի կողքին։ Մտնում ենք live, մենք մտնում ենք live, մենք կպնենք ներկայացնում իրանց ասած։ Ես խոսում եմ Facebook-ի լեզվով, ես Նիկոլական եմ, մտա live։ Մտեք, գրեք, ժողովուրդ ջան, տարածեք, ոչ մի բանից մի վախեցեք։ Ես որ ոչ մի բանից տեսար, քանի հատ բլոգեր կար։ Քանի հատ բլոգեր կար, ոչ մեկ չկարեցավ խոսար, ոչ մեկ չուզեց, ես չեմ մտածում, ինձ դիմացինի հակառակ կողմի թույլատվություն ասված այդ հատվածի կարծիքները բացարձակապես ինձ չեն հետաքրքրում, ժողովուրդ, բերեք մի ամուր ուժերով կանգնենք այս իշխանության կողքին, այս իշխանությունը ինչ որ աթոռակռիվ չի, այս իշխանությունը իմ պետությունն է, իմ տունն ու տանիքն է, իմ օջախի սյունն է, ծուխն է, սրանով ապրելու է իմ բալեն, իմ թոռը, մեր վաղվա օրը, մեր բոլորի երեխեքը, միամուր ուժերով, ես եթե այս 7 տարի այս կարգավիճակում կանգնել եմ այս իշխանության կողքու չեմ հիասթափվել, ես պարտադրում եմ բոլորին, պահանջում եմ Եվ չեմ խնդրում, պահանջում եմ, բոլորդ պարտավոր է կանգնել, որովհետև այս երկիրը մենակ իմը չի, այս զինվորը մենակ իմը չի, այս սոցիալապես անապահովը հաշվանդամը մենակ իմը չի, այս իշխանությունը մենակ իմը չի, սա բոլորինն է, կանգնեք, պահեք, պաշտպանեք, հասարակ բան, 36 տարի մենք ով ենք եղել, որ կարենանք խոսանք, այսօր մենք ազատ խոսքի իրավունք ունենք, ես ինքս մենակ 15 լրատվական էջի ճղղի դրի մի կողմ եւ բացարձակապես չեմ փոշմանե, շատ ուրախ եմ, շատ էլ գոհ եմ։ Երբ որ նայում եմ, նայակտրել են վիդեոները, սարքել են ամեն ինչ, ես այնտեղ կանգնում եմ, ասում եմ, ինքը ասում է, դուք գիտեք, որ դուք ուղիղ եթերում եք։ Հիմա բոլորը ձեզ տեսնելու են, ասում ուղիղ եթերում եք։ Ես ասում եմ, թքած ունեմ, թե որտեղ եմ։ Կարևորը ես իմ հողի մեջ եմ կանգնած։ Էդ էլ եմ փոխը, ես թքած ունեմ բոլորի վրա։ Ով ինչ կոմենտ գրում է, բարոյական վիրավորանք ա տալի, այդ իր մոր, պորնիկ մորից եկած դաստիարակությունն է արտացոլում, բացարձակապես անհանգստանալու բան չկա, բայց այն որ մարդը պետք է կանգնի իր պետության, պետականության կողքին, այս 36 տարվա ապականված, խեղաթուրված երկիրը կոսպեկտավորված համակարգ հայկել ու կոսպեկտավորելով տանում է դեպի լավը, դեպի կանաչ ճանապարհ, դեպի ապագա, ապրելու հույս, ամեն ինչ կա, ամեն ինչ, հիմա լիուբոլ երկիր է իմ համար։ Ես ասենք առավոտից իրիկուն աշխատում եմ, լիքը հարցեր ունեմ, վարքերել ունեմ, պարքերել ունեմ, ես որ մի բան եմ առնում, ասում եմ, գալիս եմ տուն, ինձ մերս ասում է, որ դուց ասում եմ արքով, փարքով, կեսնել պարքով։ Ոչ մի բանի պակաս հիմա չկա աշխատող, ստեղծող, արարող մարդի համար։ Չկա, բացարձակապես չկա։ Մարդ կա առավոտից իրիկուն զաբորի վրան նստած, շոշի վրան, թքում է գետնին, չոփը բերաննա, այդ մարդը չունի մտածելակերպ ձգտում աշխատելու, բայց եթե մարդը հելնի աշխատի, լիքը աշխատանք այսօր, լիուբոլ, այդ ամեն ինչը ստեղծել է այս իշխանությունը, այս պետությունն ու պետականությունը։ Ես այսօրվանից անդադար իմ լայվերը գրաֆիկով գնալու է ժողովուրդ ջան, ամենաուշը 8-ին 8:30 սկսելու է իմ եթերները, կարող է մի քիչ ուշ էլ սկսի, ես տեղյակ կպայեմ։ Այսօրվանից մի ամուր ուժերով կանգնում ենք այս իշխանության կողքը։ Կանգնում ենք այս իշխանության կողքը, եկեղեցու հայաթում կհիշեք, հաշվանդամ երեխա կայունած, բյուրեղավան չէ, Երևանի մեջ այդ գյուղի անունը Խալբերտից էր, ես վերցրել եմ այդ երեխու համարը, պետք է գնամ այդ երեխու հարցերն է կարգավորեմ, տեսնեմ ինչի կարիք ունի, որովհետև ինքը լացում էր, ինձ թվաց ինչ որ շատ ծանր ֆինանսական կարգավիճակն է իրան տենց հուզված վիճակի հասցրե, ասես չէ իմ երազանքն էլ Ռուստամ Ավագյան, ես վարչապետին տեսնեի ու բարևեի իրան ու ես բարևեցի, ես կպա վարչապետին, ասեցի Աստված էլ քեզ հասնի բալես, մենք էլ քո կողքն ենք։ Այսենց մի ամուր ուժերով, որս ինչով կարանք, ինչ կարանք անենք այս իշխանության։ Օրինակ ինձ ես այնքան մարդ ունեմ իմ կողքերը, որ ինձ տանել չեն կարան փաստացի, բայց ես արդեն շատ վաղուց իրանց հետ էլ լեզվակռիվ չեմ տալի, իրանց էլ չեմ վատաբանում։ Ես մենակ ասում եմ, Աստված ձեզ հասնի, ձեր աշկի փուշը թող մտնի
իմ աշկը գերան մտնի, ձեր աշկը փուշ չմտնի։ Աստված ավելի շատ է տալի, ժողովուրդ։ Աստված ավելի շատ է տալի, վերև Աստված կա։ Բերեք մի ամուր ուժերով չհիասթափվենք, չհեռանանք իրանից։ Ես այդ Աստծո շեմի վրա իրոք հաճույք ստացա, երբ որ հասա Օհանավանի վանքը, երբ որ տեսա ձեզ, տեսա այդ ամբոխը, տեսա այդ համախմբվածությունը, սերը, փոխադարձ զարգանքը դեպի եկեղեցին, դեպի մեր հավատքը, դեպի քրիստոնյա ազգ որպես, դեպի մեր վարչապետը ու վարչապետի հետ եկած բոլոր պատկան մարմինները։ Այդ մարդիկ մեր թիգունքն են, մեր հույսն են։ Աստված չանի, որ հանգարց ու հանգարց մի աննշան հեղափոխության հոտ ընկնի Հայաստան, ժողովուրդ։ Էդի հեղափոխություն չի կոչվելու, էդի կոչվելու է ցեղասպանություն։ Սրանք 7 տարվա առհամարված շներ են գազազած, եթե սրանք եկան մեզ կուտեն։ Համախմբվեք, պայքարեք, սիրով եղեք, ոչ մի բանից մի նեղվեք։ Ես ասում եմ, ես այսօր որ այսքան բան եմ արել, իմ էջը բացվել է ու ես շատ ուրախ եմ։ Շատերին կորցրել եմ իմ էջում, բայց բոլորը վերականգնվեցին երեկվա իմ եթերից հետո։ Նախ ես չէի գնացել այնտեղ ինչ որ չանգեչան կռիվանելու, ուղղակի իրանք ինձ հասցրեցին դրան։ Ու ես գոհ եմ, որ ես թեկուզ էմոցիաներից դուրս եկա, ափերից դուրս եկա, տրվեցի էմոցիաներին, լավ փեդեցի, ինձ համար դա ամենակարևոր բանն էր, որ մարդիկ իմանան, որ նիկոլականները ուղարկի քրեյով բերած զոմբիներ չեն, ոնց որ բանի Էջմիածնի փողոցներում թափած են, տարբեր տեղեր։ Մենք համախմբված ազգ ենք։ Մենք ֆեյսբուքյան լեզվով ասած, մենք առանձին ազգ ենք նիկոլականներով համախմբված ու իրար թիգունքի կանյած, բերեկը տենց էլ կանգնենք իրար թիգունքի ու բոլորս միասին բերթի պես ամբրոց դառնանք մեր վարչապետի համար, այս հարազատիս պես գրած 100%-ով կանգնենք մեր իշխանության կողքը, մեր իշխանություն մեր վաղվա օրն է, մեր երեխեքի, մեր գալիք սերնդի ամենալավ բանն է դա, ժողովուրդ ջան, որ մենք այսօր ունենք։ Ես այնտեղ մայրիկներ կային գոռում են մեր օրերի Հիսուս։ Մեկը գրել է խելքից պակաս չի, ինչի Տերը քեռագինի հետ Էջմիածնի ամենամեծ տաճարում, չգիտեմ, սեռական շփումներով կզբաղվի, չգիտեմ ինչով կզբաղվի, ջերմոցներ կսարքի, երկիր կթալանի, եկեղեցի կխեղաթուրի, դա կարելի է, բայց որ Աստծո տված վարչապետին կանգնում են ասում են մեր օրերի Հիսուս, դա չի կարելի, այո, մեր օրերի Հիսուսն է, մեր օրերի Հիսուսն է։ Եթե ինչ որ մեկը կմտածի, որ դա սխալ է, նա առնվազն խեղաթուրված, խայտառակված համակարգ է, որը սպասարկվել Ռոբերտասերժական կլանի ձեզ երբեք ու երբեք, ասել եմ, երբեք ու երբեք նման բան չեմ տեսել իմ կյանքի մեջ։ Այն ինչ որ կատարվում է այս իշխանության հետ, այս իշխանության կողքի մարդկանց հետ ու հակառակ թիմի հետ, սա ուղղակի պարծենալու, հպարտանալու տարիներով ոչ միտեղ տուն չեն տվել հայերին։ Մենակ դրսից եկած, Արցախից եկած, ոչ թե դրսից, Արցախից եկած տուժած ընտանիքներին են օգնել։ Բայց այսօր որ նայում եմ ջրհեղեղից տուժած ընտանիքներին տուն են բաժանում, սոցիալապես անապահովի կողքին են կանում, իմ քայլը հիմնադրամը կայնում է երիտասարդ նորակառույց ընտանիքների կողքին, ես դրանից բավականություն եմ ստանում։ Ես ասում եմ լրագրող համակարգին հարց եմ տալի, ասում եմ լավ 36 տարվա մեջ կարաս մի լավ բան ցույց տաս նրանց արածներից կամ այս մարդու արածներից մի հատ լավը չկա որ ցույց տաս, ասում է չէ, դա ինչ է նշանակում, որ իրանք մանթո են, որ իրանք չեն կարող մարսեն այս խայցը, որը որ ձկան կարթի վրա հագցրել էր ու հագցրել իրանց կոկորտին այս իշխանությունը ու շատ լավ էր արել։ Ես ուզում եմ, որ մենք համախմբված լինենք, ժողովուրդ, մեզ պետք չի պարտվել, մեզ պետք չի հիասթափվել, մեզ պետք չի ընկճվել, նեղվել, մենք պետք է համախմբված լինենք, ուրիշ ոչ մի բան ես չունեմ ավելացնելու, բոլորս մի ամուր ուժերով, ժողովուրդ, համախմբված աշխատելու ենք մի այլ կարգի կանգնել այս իշխանության կողքը։ Մինչև ամեն ինչ էլ ավելի կկարգավորվի, շատ բաներ կարգավորվել է, շատ բաներ։ Որ մի բանը լավ ասեցի հարազատս, ես չեմ սիրում ինքնագովերքով զբաղվեմ, բայց իմ ասած ամեն մի բանը լավն է, թե իմ համար, թե իմ լսարանի համար, թե իմ պետության ու պետականության համար։ Ժողովուրդ ջան, իմ խնդրանքն է, իմ պահանջն է, չգիտեմ ոնց կուզեք հասկացեք, ես
Ուզում եմ, որ մենք մի ամուր ուժերով կանգնենք մեր իշխանության կողքը, ուրիշ ոչ մի բան պետք չի։ Այս մի պայքարն էլ ջարդում ենք, ու մենք էլ գլխները զյան ենք դնում ու ապրում ենք։ Այսքան մի բան։ Իսկ ինչ մնում է լրագրողի պորտատեղադրում, դա թողեք ինձ։ Դուք դա թողեք ինձ, մնացածը իմ վրա։ Ես ուրիշ բան չունեմ ասելու։ Մնացածը կաշխատենք, կստեղծենք այդ լրագրողներին թափ տալը, այդ հակառակ թիմին թափ տալը, այդ քերագին լողացնող քահանաներին մխիթարելը, դրանք բոլորը ին վրա է։ Բացարձակապես չնեղվեք, ժողովուրդ ջան։ Դի մի ամուր ուժերով կանգնենք բոլորս մեկս մեկի կողքը։ Այն որ այս իշխանությունը մեկը ինչ էլ անի, ազգի մեջ դժգոհ թափթփուկ համակարգ կա։ Ասֆալտասարքում չեն ուզում, մանգապարտեզասարքում չեն ուզում, դպրոցասարքում չեն ուզում, հաշվանդամներինա օգնում չեն ուզում, ծեր թոշակառուների համար կացարանաստեղծում չեն ուզում, հաշվանդամ միայնակների համար խնամակալա դնում չեն ուզում։ Ինչ եք ուզում։ Երգիրը զարգացնելու համար ամենաառաջինը պետք է ունենաս լավ հիվանդանոց, լավ դպրոց, լավ մանգապարտեզ, լավ ճանապարհ, լուսավոր փողոցներ, դրանք ամեն ինչը վաղվա օրվա համար կարևոր ու անհրաժեշտ բաներ են, ոնց որ հացն ու ջուրը։ Եթե դուք դրանք չեք ուզում, ուրեմն դուք երկրի լավը չեք ուզում։ Այդ մարդիկ, այդ հատվածը, այդ թափթփուկ հատվածը, որը որ չի բավարարվում վարչապետի արած քայլերով, այս քայլերով, որ արվում, օրինակ աշտարակ քաղաքը ծաղկել է, պարս համառոտ ձևով ծաղկել է։ Ես ապրում եմ Օշական գյուղում, Ավարիոնի շենքի մեջ։ Ես հələ չեմ տեսել այս 40 տարվա մեջ, թող 5 տարին հանենք, 5 տարեկանից իմ խելքը ամեն ինչից էլ հասել է լավից վատից։ Ես չեմ տեսել գյուղապետ, ես չեմ տեսել համայնքի օգնական, մակրող, չգիտեմ, թաղապետ, ես չեմ տեսել ոչ մի բան կոմունալի պետ, իմ շենքի հայաթը զիբիլը թափածա բոշկեքով, այդ բոշկեքը ես եմ ճարե տարեդրե ամեն մի հարևանից, ու այդ բոշկեքի կողքը այս քանի տարիա ես եմ մաքրում, մեր հայատները քանդած, ավիրած, լույս չկա, որովհետև իմ թաղամասում ապրող, իմ խոշորացված համայնքում ղեկավարող համակարգի հալալ կեսը քաղաքական հայացքներ չունեն դեպի այս իշխանությունը։ Ուղարկի ներկապային զգալով որ սև ամպեր ապրում, արդեն մի քիչ համախմբվել են, բայց չեն անում ոչ մի բան։ Ես չեմ հելնում բոյկոտում, բողոքում, չէ, ես ինքս կարգավորում եմ իմ ուժերով ինչքան կարամ։ Զանգում եմ գյուղապետի հետ եմ կռվում, զանգում եմ աշտարակ կոմունալի հետ եմ կռվում, վերջը մի կերպ սենց կարգավորում եմ, սենց դանդաղ, բայց հիմա որոշել եմ իմ բնակավայրը նկարեմ, ցույց տամ, որ ես ապրում եմ Արագածոտ մարզի Օշական գյուղում, Օշական մտնող մուտքը, որը որ համարվում է տուրիստական գյուղ, կա տուն-թանգարան Մեսրոպ Մաշտոցի գերեզմանատունն է, եկեղեցին է եւ հանգստյան գոտիները ու ամբողջ տարին բոլորդ էլ լավ գիտեք, որ Երևանից բոլոր տեղերից, ավելի ճիշտ մարզերից, գյուղերից, քաղաքներից բոլոր երեխաները գալիս են Օշական կենտրոնական մուտքը խոզանոց է, որը որ սկսվում է մեր բնակելի Կվարցիրայի դիմացից։ Հին շենքա 109-102 տարվայա չեմ իմանում, 100-ն անցա շենքա, ոչինչ չկա արված, բացարձակապես ոչինչ, անտեսված վիճակա, որովհետև ձեն հանող չկա։ Ստե պիտի ձեն հանես, ստե պիտի զանգես վարչապետին, պիտի զանգես պատկան մարմիններին, ես որոշել եմ այսօրվանից այդ ուղղությամբ էլ աշխատեմ։ Ու բայց դրանից զատ մնացած բոլոր տեղերը սարքած Արագածոտ մարզի, ոնց որ Լաս Վեգասը լինի, փողոցները լուսավորած, աղբամաններով, որտեղ մտնես, գյուղեր կա Արագածոտ մարզում, որ ջուրը սիստերով է։ Հիմա ջուրը այսեն շլանգեքով ու տրուբեկով մարկանց տներում է, մարկանց բաղջեքում է, ամեն ինչ արվում է, բայց էլի մարդիկ դժգոհում են, ժողովուրդ ջան, դժգոհում են բառից բուն իմաստով։ Բառից բուն իմաստով դժգոհ տեսակը դա երկիր էր, որ չի ուզում շենանա, որ ուզում է քանդվի, ավիրվի, դա դրանք են։ Պարս համառոտ դա դրանք են, ժողովուրդ ջան։ Այդ ամեն ինչը պետքա կարգավորվի մի ամուր ուժերով։ Թե չէ ամենաառաջինը մարդը որ ուզում է իր երախում փսակի, ասում է վայ հիմա չեմ կարա այս տալի փսակեմ, ասում են դեխի ամուսնացրու էլի, վայ ասում է տունը մի քիչ սարքեմ նոր, բա ավտոն որ առնում ես, ասում ես գոնե նորմալ ճամփալի, մեզ ճանապարհել է պետք, մեզ նորմալ մանգապարտեզներ է պետք, մեզ նորմալ դպրոցներ է պետք, հիվանդանոցներ է պետք ամենաառաջինը, շատ նորմալ աշտարակի հիվանդանոցը, ես հիշում եմ 30 տարի լվացարանը ներժից բանից ալյումինից լվացարանը, տակը սենց մի հատ զող կար, որ սխմում էր, հելնում էր վերև, ջուրը լցվում էր, բոլորս էլ տեսել ենք այդ լվացարաններից հաստատ, մեր ապուպապի տները եղել է, մինչև հիմա
Այդ վիճակները մինչև անցած տարի, նախ անցած տարի, այս նոր սարքել են բացումներ, մտնում ես հավեսդ գալիս է։ Մեկը, ինչ եմ ուզում ասեմ, ինչ էլ սարքեն այս մարդիկ, դժգոհող համակարգը դժգոհում է, բայց բերեք մենք, որ տեսել ենք մեր աշկով, թե ինչա կատարվում այս երկրում շինարարական process-ը, աղբամանների հետ կապված, այդ ապօրինի ապամոնտաժումների հետ կապված, դա երկրի վաղվա օրվա համար արվում։ Երկրի զարգացման համար արվում, մաքրության, բարեկեցիկ ապրելու համար արվում։ Բերեք գնահատենք այս մարդկանց արածը ու մի ամուր ուժերով կանգնենք այս մարդկանց կողքին։ Ուրիշ բան պետք չի, մեզ դաշնակներ այնքան նեղն են ընկել, որ մի անգանի անգրագետ կանայք ենք թել, նախկինում իբր նիկոլական են եղել, քպեական ֆեյսբուքյան լեզվով խոսեմ, վերցրել են այս լրբերին, տալել դրեց իրանց էջերը ու Նիկոլ են քննադատում, այս իշխանությանն են քննադատում։ Այդքան դեննգած համակարգ են, որ իրանք իրանցն էլ չունեն։ Այսքանը ժողովուրդ ջան, բերեք մի ամուր ուժերով կանգնենք մեր պետության, պետականության կողքին, թող խաղաղություն լինի։ Մի հատ տղամարդ գրել էր ապուշ բանակը պիտի լինի 3 տարի, ոչ թե 2, հետո հասկացա, որ այդ մարդը չբերության մարմնավորումա սեփական շուն էլ չունի, որպես ժառանգորդ տրամարագրել։ Իսկ ինչ մնում է բանակին, որ բանակը դարել է տարիուկես, բանակի վիճակը այնքան է բարեկարգվել, բանակը այնքան կայուն վիճակում է այսօր, որ մարդիկ գնում են կամավոր ծառայության, որը որ պետությունը վճարում է եւ դա համարվում է աշխատանք։ Այնքան են գնացել ժողովուրդը տեղավորվել։ Դրա հիման վրա զինվորների 18 տարեկան զինվորների երկարատև ծառայության ժամկետը կրճատվել է։ Հիմա իմ տղեն պիտի ծառայի 2 տարի։ Թող բանակը խախանդ լինի, երկիրը խախանդ լինի, հանգիստ լինի, թող 2 տարի չէ, 2 տարի 3 ամիս ծառայի։ Էտա, այն ինչ որ կա, էտա։ Իսկ ինչ մնում է բանակում կան վատ չաստեր, վատ, չգիտեմ ինչ են ասում, պոլկեքա, խրամատներա, չեմ ծառայել, չեմ հասկանում, մեռնեմ ձեզ մանրամասնորեն, ես չեմ էթում իմ երեխում տենամ, ես չեմ էլ ուզում իմանան իմ երեխենովա, որ հակառակը թիմը վնաս չտա իմ երեխում, որովհետև քաղաքականություն դա կեղտոտ բան է։ Եթե դիմացդ կան կեղտեր, դա կեղտոտ բան է, բայց ամենայն դեպս այդ բանակն էլ է զարգանում ու չի զարգանալու մի անգամից, էդ էլ հեշտ չի ժողովուրդ ջան, դրան էլ պետք է հասկանանք։ Այսքանը լավ եղեք, լավից վատից քիչ հետ եք գալիս, էջս վերականգնվում է, օհանավանքում տեղի ունեցած եթերից հետո, ելույթից հետո իմ էջը վերականգնվել է կարելի ասել, մի ամուր ուժերով կանգնենք այս իշխանության, այս պետության, պետականության կողքը, որովհետև մենք այս օջախի, այս պետականությունը մեր օջախն է, մենք այս օջախի արմատներն ենք, սյունն էլ մեր ղեկավարությունն է, արմատները պետք է առողջ լինի, որ սյունը Եհովի երեսին կարենա աճի ու նոր ծիլեր տա ու սերունդը շատանա ժողովուրդ ջան։ Բերեք իրոք մի ամուր ուժերով կանգնենք իրար կողքի, ձեզ շատ սիրում եմ, հարգում եմ, շնորհակալ եմ օհանավանքում ձեր ցուցաբերած ջերմ վերաբերմունքի, հարգանքի համար։ Ամենալավ բաները մեզ, բոլորիս, ձեր բոլորի ընտանիքներին։ Սեր, միություն, խաղաղություն, առողջություն ու պարզ ճակատ մանգալու իրավունք, որովհետև մենք մի հատ իշխանություն ենք կերտել, որ դա մեր հպարտությունն է, մեր անունն է, մեր պատիվն է։ Լավ մնացեք, բոլորից շատ եմ սիրում, վաղը անպայման կանդրադառնամ, վաղը ներկայացնելու եմ իմ բնակավայրը, ներկայացնելու եմ իմ պայմանները, իմ հայաթը, ամեն ինչ ներկայացնելու եմ ու ես դիմել եմ իշխանությանը, որ հետևողական լինեն իմ էջին, որ տեսնեն, որ աշտարակի քաղաքապետարանի կողմից անտեսված է մեր շենքը ու իրանք սարքում են մենակ իրանց աշտարակը, սարքում են գյուղում մենակ քաղաքապետարանում աշխատող համակարգի փողոցները, վաղը խոսելու եմ ինձնից, իմ անձնականից, իմ բնակավայրից, որտեղ որ ես ապրում եմ։ Ու դրանից զատ նորից կանցնենք մեր իշխանության ու կմնանք մեր իշխանության կողքին հավերժ ու հավետ, որովհետև իրանք հավերժ են։ Միշտ լինելու են։ Սփյուռքի հայությունից է շատ շնորհակալ եմ, իմ հետևորդներից, բոլորից, բոլորն էլ մի ամուր ուժերով կանգնել են մեր կողքը, մեր զինվորի կողքը, մեր տուժած ընտանիքների կողքը, բոլորի կողքը կանգնած եմ ես ու իմ աղոթքներով իմ Աստված թող հասնի բոլորի ժողովուրդ ջան, լավ մնացեք, Սփյուռք, դրսի հայություն, ներսի դուխով իմ ժողովուրդ, այսքանը լավ մնացեք, խոսանք,
Իմ մոտ ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք ձեր կոմենտներից, ձեր անհատական գրառումներից, ամեն ինչից հետաքրքրվելուց շատ-շատ շնորհակալ եմ, այսքանը լավ մնացեք, ձեզ շատ սիրում, հարգում եմ, բարի գիշեր, խաղաղ անամք երկինք հայ զինվորին։